Ողջույն բոլորին, այսօր ես սիգան պատրաստում եմ թարխունով, սիգաները լավ լվացել եմ, մաքրել եմ, իսկ հիմա պետք է տեղավորենք կաթսայի մեջ, աղ եմ արել նախորոք, որոշեցի, որ մի թեթևել կարմիր պղպեղ անեմ, ձուկը բաժանեմ երկու մասի, կրկնում եմ նախորոք աղ եմ արել, մի փոքր կարմիր պղպեղ արեցի, կարագը լավ տեղավորում եմ և կարևորը թարխուն, այս վիճակով տեղափոխում եմ կաթսայի մեջ, նույնը այստեղ եմ կրկնում, Սա փոքրիկ է, հենց այսպես ամբողջությամբ կթողնեմ, կարագ եմ տեղավորում և թարխուն, յուրահատուկ համ է տալիս թարխունը ձկանը, ձուկը կաթսայի մեջ տեղավորելուց հետո վերցնում ենք գարեջուր, բաց ենք անում, բայց սպիտակ գույնի գարեջուրն ենք վերցնում, և բաժակի կեսը լցնում եմ գարեջրով, մյուս կեսը լցնում եմ սովորական ջրով, սառը ջրով, եթե միայն գարեջրով եք եփում, դառնություն է տալիս, իսկ երբ որ ջուր եք խառնում գարեջրին, շատ համեղ է ստացվում և այս հյութը լցնում ենք ձկան վրա, այս տարայի համար այդքանը քիչ էր, ես մի քիչ եմ ավելացնում նույն չափի, մեկը մեկին խառնելով գարեջուրը լցնում եմ ձկան վրա, ջուր և գարեջուր միասին խառնած, և այսպես կափարիչը փակում ենք և դնում ենք մարմանդ կրակի վրա եփում ենք,